L'interview de Radio Arménie. Բարև ձեզ իմ սիրելի ռադիո ունկնդիրներ։ Ձեզ հետ եմ ես Հայկուհի Դանիելյանս եւ նորից, ինչպես ասում են մեր ռադիո լսողների խնդրանքով, նորից հրավիրել եմ Քրիստինե Աննա Խլղացյանին, որ միասին զրուցենք Հայաստան ձայնասպիրի եթերում։ Աննան պոետ է, հոգեբան եւ գինեկոլոգ։ Նախորդ մեր զրույցը շատ մեծ արձագանք գտավ։ Բարև ձեզ Աննա։ Բարև ձեզ սիրելի Հայկուհի։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին ձեր հյուրը լինելու համար։ Ինչպես ասում են, առաջին հանդիպումը լինում է դիպված, երկրորդը ընտրություն եւ ես ուրախ եմ, որ ձեր ընտրությունը կրկին կանգ առավ այստեղ։ Երախտապարտ եմ։ Շատ մեծ հաճույքով դա ինձ համար է մեծ ուրախություն։ Ես շատ մեծ թվով արձագանքներ եմ ստացել։ Վերջերս էլ ինձ գրել էին, որ նորից գնացել են, որ նորից արդեն քանի-օրդ անգամ լսեն մեր զրույցը, որ երբ մարդ կարոտում է հայերենին, հետաքրքիր ու խորը մտքերին, ու հիշում են մեր զրույցը, ուզում են ձեզ լսել։ Շատ հաճելի է, շատ ուրախացնող է եւ հաճելի է։ Ես համաձայն եմ, շնորհակալ եմ։ Եվ ձեզ եւ ունկնդրին, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ Աննա ջան։ Աննան այն հազվադեպ մարդկանցից է, ով կարողանում է տեսնել մարդկային հոգու ամենանուրբ շերտերը։ Նա համակարգում է բժշկի պրագմատիզմը, հոգեբանի գիտելիքներն ու պոետի անհատակ խորությունը։ Այսօր մենք մի թեմա ենք ընտրել, որը վերջին տարիներին շատ է քննարկվում։ Փափուկ ծնողավարություն։ Աննան իր գրառումներով Facebook-ում շատ հաճախ է, կամ ոչ շատ հաճախ, բայց ես շատ եմ նկատել, ուշադրություն եմ դարձրել, այս թեմային անդրադարձել է այնպես, որ ստիպում է մեզ վերանայել մեր պատկերացումները լավ ու ճիշտ ծնող լինելու համար։ Ինձ այս թեման եւս շատ հետաքրքիր է, որովհետեւ ես էլ եմ մայրիկ, արդեն մեծ աղջկա, բայց թեման միշտ կարևոր է, երբ դու ունես սեփական երեխաներ կամ գուցե դիտում ես ու շրջապատում ինչ որ բաներ ենք նկատում։ Այդ դեպքում նույնպես։ Ուրեմն սկսեմ։ Ուզում եի խոսել փափկության մասին։ Ձեր գրառումներում մեկում հիշում եմ նշել եք, որ փափուկ ծնողավարությունը իրականում ամենևին էլ փափուկ չէ հենց երեխայի համար։ Շատ հետաքրքիր ու թարմ հայացք է, ես կասեի, վերջին ժամանակների համար, հա։ Ինչ է թաքնված այս ձևակերպման հետևում։ Շնորհակալ եմ սիրելի Հայկուի հարցի համար։ Միանգամից ասեմ, որ փափուկ ծնողավարություն եզրույթը միտված է եղել ի պաշտպանություն երեխաների անխոս։ Փափուկ ծնողավարություն ասացի տակ միտում չի եղել երեխաներին տանել սխալ ուղղությամբ։ Սակայն, ինչպես ամեն շրջանառվող, շատ շրջանառվող, խոսքից խոսք, լեզվից լեզու, բերն է բերան անցնող թեմա մի փոքր կորցրել է իր նախնական իմաստը, կարելի է այսպես ասել։ Փափուկ ծնողավարության ջատագով հոգեբանները, կամ գոնե նրանցից շատերը, ունեն ագրեսիվ դիրքորոշում այլ կարծիքների հանդեպ։ Սա արդեն, ինչպես ժամանակակից լեզվում է ընդունված ասել, կարմիր դրոշ է, որպեսզի յուրաքանչյուր ծնող հասկանա, թե այդ ագրեսիայի տակ ինչ է թաքնված՝ մարքեթինգային բիզնես, նորամուծություն, որը բերում է լայքեր եւ համանողներ, թե ինչ է սա։ Այ օրինակ, երբ փափուկ ծնողավարությանը մեծ արձագանք տվող մասնագետին ասում ես, որ ես դեմ եմ փափուկ ծնողավարության ձեր կանոններին, միանգամից խոսում են ագրեսիայի եւ հարձակվողի դիրքից, թե այդ դեպքում, սա մանիպուլյացիա է դեպ, գնացեք եւ շարունակեք խոշտանգել ձեր երեխաներին։ Այսինքն, եթե մարդը դեմ է փափուկ ծնողավարության կանոններին, նա անպայման երեխա խոշտանգող է, ըստ նրանց, որն այդպես չէ։ Գոյություն ունի փափուկ եւ կոշտ ծնողավարության մեջտեղում մի ոսկե միջին, որի հետևորդը պիտի լինի յուրաքանչյուր ծնող։ Եթե փոքրիկ օրինակով ասեմ, որն ավելի ընկալելի լինի լսարանի համար, եթե փոքրիկ օրինակ եմ բերելու, երեխան գալիս է տուն, ասում է, որ ես վաղը քննություն ունեմ, բայց չեմ պատրաստվելու։ Փափուկ ծնողավարության կանոնով մայրը պիտի ասի կամ հայրը, որ լավ բալիկ ջան, դու ավելի ճիշտ գիտես, սա քո կյանքն է, սա քո դպրոցական ծրագիրն է, սա քո եւ ուսուցչիդ հարցն է։ Դու ավելի լավ ես հասկանում։ Կոշտ ծնողավարության կանոնով երեխան առավելագույնը ապտակ է ստանում եւ ասում է վերընկիր 10 տարա։ Իսկ այստեղ գոյություն ունի միջին, որն է։ Ոչ, դու չես կարող 10 չպարապել, որովհետեւ դա քո պարտականությունն է, բայց ընտրությունը քոնն է։
Հիմա պարապես թե 3 ժամ հետո։ Մենք պետք է վերցնենք այդ ոսկե միջին ասածը, որը առհասարակ այսօր տուժած է։ Ծայրահեղությունից ծայրահեղություն չի կարելի թռչել։ Եվ բացի այդ, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս փափուկ ծնողավարական կանոնները գործում են ավելի քան 30 տարի։ Այսինքն մենք տեսնում ենք 30 տարեկան սերունդ, որոնք դրա զոհն են նաև։ Այն նոր մուտք է գործում Հայաստանի կանոնագրություն կամ ծնողավարության մեթոդիկա եւ դեռ չեն պատկերացնում դրա արդյունքը 30 տարի հետո։ Իհարկե, չի կարելի ընտրել կոշտ տարբերակը, համամիտ եմ, բայց իմ մասնագետի իրավունքով պիտի ասեմ, որ փափուկ ծնողավարությունը ոչ մի լավ տեղ չի տանելու, մանավանդ սա ավելի ձեռնատու մոտեցում է այն ծնողներին, որոնք չգիտեն ինչպես դաստիարակել երեխա, եւ թողում են ինքնահոսի անունը դնելով փափուկ ծնողավարություն։ Ասեցիր ոսկե միջինի մասին, ես լսում էի ու հասկանում էի, որ երբ որ ասենք մասնագետները դեմ են լինում, ինչ որ ասում են, որ ոչ պետք է այսպես անել, այսինքն ծայրահեղությունից ծայրահեղություն են գնում, որը որ adekvat չի ոչ մի դեպքում, ով է ասել, որ եթե կոպիտ չլինես, ուրեմն պիտի ասենք թե չափից դուրս փափուկ լինես։ Հենց ես կասեի, ոչ միայն երեխաների դաստիարակության շրջանում է սա մեզ հանդիպում, այլև շատ այլ բնագավառներում, որ խնդրի առաջ են կանգնում։ Այո, ինչպես ասացի, նոր իրականություն է եկել եւ սա հիմնականում սոց հարթակներում տեսանելի իրականություն է, երբ մանավանդ մի փոքր լսարան ունեցող օգտատերերը միանգամից հարցակվողական դիրքից են սկսում խոսել, որ եւ չգիտեք ինչու պահանջում են դիպլոմով խոսելու, չգիտեմ, վերևից խոսելու, նման մեթոդիկան արդեն ցույց է տալիս, որ մենք գործում ենք ինֆանտիլ մասնագետի հետ։ Եվ սոցհարթակը այսօր նաև փչացնում է մարդու հոգեկանն այնքանով, հոգեվիճակն այնքանով, որ ամեն տեղից ելնող իրեն իրավունք է պահում խոսելու դաստիարակչության մասին, որը կարող է եղծել եւ պղծել ապագա սերունդը։ Եվ ճիշտ եք նկատել, սա ամեն բնագավառում է, թե բժշկության, թե մանկավարժության, նույնիսկ արհեստների մեջ ամեն մարդ օրինակի համար գեղեցիկ ալիքներ կան, համեղ ճաշեր են պատրաստում, հայկական մշակույթ են ներկայացնում, միշտ կգտնեք գոնե 3 հոգի, որ դեմ է խոսում, վատ է խոսում, իրենն է պնդում, իրենն է առաջ տանում, այսինքն եթե անալի չէ, ուրեմն պիտի լինի աղի, միջին գոյություն չունի։ Լրիվ համամիտ եմ Աննա ջան, եւ առավել եւս ես կասեի, որ մեր ժամանակներում շատ վտանգավոր է հենց սոցցանցերի ազդեցությունը այն մարդկանց վրա, ովքեր քննադատական մտածելակերպ չունեն, այսպես ասած 14-ից իրենց խելքով չեն կարողանում գլուխ անել եւ մոլորվում են արդեն, որ մեկը այսպես է ասում, ճիշտը այսպես է, մյուսը այսպես է ասում, չէ, ճիշտը այսպես է, ու այս մարդիկ սենց ոնց ասեմ, անգիտակից այո, մոլորվում են կարող չեն հասկանում, թե ուր են գնում ու մոլորվում են, ու երբ որ ասենք գալիս են հասնում են ինչ-որ վիճակի, որը որ շատ վատ ազդեցություն է թողում իրենց կյանքի վրա, շատ լուրջ հարցերին, պատասխան տվող չկա, պատասխանատվություն ոչ մեկ չի վերցնում, դրա համար ում խելքին բրդում է, այն էլ ասում է, սոցցանցերում ես հասկացա ժամանակին, որ ամեն մի գրած բառը իմ պետք է զգույշ գրեմ, որովհետև ինչ-որ մարդ կարող է կարդալ իմ գրած բառը ու գնալ ինչ-որ մի բան անել, դրա հետևանքով, որ շատ պետք է զգույշ լինել, մենք չգիտենք ով է կարդալու ու ինչպես կարող է ընկալել ու հասկանալ, ասենք, մեր գրածը։ Այո, իսկ խոսում էիք նաև, գրում էիք, որ երեխայի կյանքում փոքրուց շատ կարևոր է, որ դժվարություններ լինեն, հա, որ պետք է թույլ տալ երեխաները առերեսվեն այդ դժվարություններին, որպես մարդ, ով խորապես հասկանում է հոգեբանությունը, ինչ եք կարծում, ինչ ենք մենք խլում երեխայից, երբ փորձում ենք նրան պաշտպանել աշխարհի բոլոր վտանգներից եւ սուր անկյուններից։ Հիանալի հարց է, շնորհակալություն կրկին։ Նախ դուք ասացիք, որ արդեն չափահաս երեխայի մայր եք ու պիտի համաձայնեք ասածից, որ ինչպես էլ անեք երեխային չեք կարողանալու պաշտպանել բոլոր սուրանկյուններից, ինչպես նշեցիք։ Սա անհնարի ժանրից է։ Երեխան սկսած այն տարիքից, որ սկսում է հասկանալ
իր արժեքը, իսկ երեխան երբ է սկսում հասկանալ իր արժեքը, երբ սկսում է ինքն իրեն պաշտպանել, նույնիսկ թելադրել իրեն գրկել թե ոչ, ինքը ուզում է այս ճաշիկը ուտել թե ոչ։ Այդ ընթացքից միջև գուցե մարդն իր մահը, եւ այդպես է, պիտի առերեսվի դժվարություններին, որովհետև սա հոգևոր աճ է, սա իմունիտետի ամրապնդում է եւ ճիշտ հարթակ է, որ մարդն առաջ գնա։ Անկարելի է, որ ծնողը երեխային պաշտպանի բոլոր սուրանքյուններից։ Հետևաբար, երեխան ընկնելուց հետո է հասկանում, որ ցավեց եւ արդեն զգուշ է ոտքը դնում աստիճանին։ Կամ 2 տարեկան երեխան անպայման ուզում է մատը տանել դեպի տաք գավաթը։ Սա ինքնապաշտպանական մեխանիզմների զարգացում է։ Այդ երեխան չարաճճի չէ, այդ երեխան հիվանդ չէ, այդ երեխան ցույց է տալիս նորմալ, սթափ, բնությանը համահունչ աճ։ Ուզում է հասկանալ ինչու չի կարելի այդ գավաթին մատ տանել։ Եվ երբ որ մատիկը մի փոքրիկ այրում է կամ մրմուր է ստանում, լաց է լինում, հանգստանում է, երկրորդ անգամ ինքն է մայրիկին զգուշացնում, մամա տաք է։ Բոլորս նկատել եք, բոլոր երեխաներ ունեն, գիտեն։ Եվ սա չի նշանակում մանկական տրավմա, ինչպես հիմա շրջանառում են որպես, չգիտեմ ինչ, բարև ձեզի փոխարեն հումանիշը։ Սա մանկական տրավմա չէ, սա աճ է։ Ես մասնագետի իմ իրավունքով առհասարակ չեմ հավատում մանկական տրավմա ասածին, այնուամենայնիվ, եթե նույնիսկ կա նման բան, որը ես կոչում եմ փորձ, դա միայն իօքուտ մարդու է, իօքուտ նրա աճի է։ Եթե խոսում ենք մանկական տրավմաների մասին, որ երեխային պաշտպանել բարձր բղավող հորից, երեխայի ներկայությամբ ծխախոտ օգտագործող պապից, տատիկի շաքար օգտագործելուց, մայրիկի չգիտեմ ինչից եւ այլ, սա չի նշանակում դեռ որ մենք երեխային պաշտպանում ենք տրավմայից։ Ինչու՞։ Որովհետեւ ընտանիքը դա սկզնաղբյուրն է։ Հետո երեխան պիտի դուռը բացի եւ հայտնվի դռնից անդին։ Մի աշխարհ, որտեղ լրիվ այլ է, իրականությունը բոլորովին այլ է։ Այ հենց այստեղից է սկսելու նրա տրավման։ Հասկանում եք ասածս ուր եմ տանում։ Այսինքն մենք չենք կարող, թե որպես երեխա, թե որպես մանուկ ու մարդ, չափահաս, մենք չենք կարող ապրել այն հոգևոր վահանով, որը իրականում ցնորք է, գոյություն չունի։ Հետևաբար մարդուն պետք է աճ, մարդուն պետք է հոգևոր կոփում, որպեսզի կարողանա դիմակայել դռնից այն կողմ ընթացող քամիներին։ Radio Arménie. Գիտեք ինչ օրինակ աչքիս առաջ եկավ, որ նման է, որ երբ որ մարդուն պահես անթաց ծիրիլ վիճակում, մեկ էլ զգա ու ընկնի միկրոբների ձեռքը առաջին իսկ քամուց վարակվելու է թոքաբորբով, անպայման։ Նույնը մարդու հոգեվիճակն է։ Եվ ամենակարևորը, որ ծնողները շատ հաճախ ընկնում են այս պարադոքսի մեջ, ինչպես անել, որն է ճիշտը։ Մի փոքր պետք է հասկանալ առանց մեղադրելու, առանց վախենալու, առանց վախեցնելու, որ մենք մի աշխարհում ենք ապրում, որտեղ բոլորը տարբեր են։ Ամեն մեկն իր անհատականությամբ, իր դաստիարակչությամբ, իր վարած կյանքով, իր ստացած կրթությամբ նրանք տարբեր են։ Եվ մենք չենք կարող տանը ապահովել այդ բոլոր տեսակները։ Սա նույնն է, ոնց որ ասեք, երեխայի հետ հայերեն խոսելով ես նրան ապահովում եմ ապագայում սովորելու բոլոր լեզուները։ Պարադոքս է, երբ մի շրջանում ասում են, որ երեխային ապահովում են չարից, բայց մյուս ձեռքով երեխային չեն պատրաստում դիմակայել այդ չարին։ Համաձայն եմ, ու դժվարությունները պետք է որ կոփվենք, որ պատրաստ լինենք դժվարությունները հաղթահարելու։ Եթե անընդհատ փափուկ պահած, այդպես ասում են, չէ՞, երեխաներին ում շատ փափուկ են պահում, անընդհատ տակ շորեր հագած, այդ երեխաներն ավելի շուտ են հիվանդանում, ու եթե դա նայենք, այսպես ասած, որպես ավելի գլոբալ տարբերակ, էլի նույն պատասխան օրինակը։ Ծնողները երբ որ փորձում են երեխաներին պահպանել, ես կարող եմ ասել որպես արդեն մեծ երեխայի մայրիկ, ինչ որ մի պահ գալիս է, որ հասկանում ես, որ ամեն ինչից չես կարող պահպանել ու շատ հոգեբանորեն դժվար պահ է այդ պահը այս երեխային մի տեսակ բաց թողես, որտեղ դու անընդհատ 24 ժամ իր կողքը չես կարող լինել, որտեղ ինքը արդեն մեծացել է, մենակ դպրոց է գնում, կամ ավելի մեծ է եւ այլն։ Նաեւ նկատում եմ, օրինակներ ունեմ աչքիս առաջ, որ
երբեմն ծնողները այդ ինքան են կարճում այս երեխաներին պահպանելուց, որ չեն թողնում այս երեխան իր կյանքը ապրի ու սկսում են ապրել մի տեսակ երեխաների փոխարեն Փոխարեն։ ապրելու։ Ըհը։ Ու դա շատ տխուր իրականում բան է Այո, ստացվում, կյանք է կործանիչ ստացվում, է, այո։ կործանում է ստացվում առաջին հերթին հենց երեխայի համար, շատ սարսափելի վերջաբան է ունենում։ Ինչպես անել, որ այդ նուրբ գիծը գտնել, որ հոգատարությունը հոգատարություն, ուշադրությունը ուշադրություն, բայց երեխայի կյանքը հանկարծ ծնողը որ չապրի։ Ըհը։ Յուրաքանչյուր ծնող երեխային պաշտպանել փորձելուց առաջ պիտի ինքն իրեն հարց տա. ես հիմա իմ երեխայի առջևով եմ քայլում, թե կողքից։ Ծնողը պիտի լինի երեխայի կողքին, եւ նրա սերը պիտի լինի անպայմանական։ Սա դոգմաների ժանրից է։ Բայց արդյոք կարելի է քայլել երեխայի առջևով։ Բնականաբար ոչ։ Ինչպես ասացի, յուրաքանչյուր մարդ ինդիվիդուալ է, անհատականություն է, եւ ծնողը պիտի հարգի սեփական երեխայի անհատականությունը։ Ես ոչ մի մեղադրական խոսք չեմ դնում ասածիս մեջ, ասելով, որ ծնողներ կան քայլում են առջևով, քանի որ ծնողներն էլ առաջին անգամ են ապրում եւ չգիտեն իրենց ճիշտն ու սխալը, սա ավելի բնազդական սիրո է նման, քան գիտակցական։ Բոլոր հարաբերություններում, սկսած ամուսիններ, տղա-աղջիկ եւ վերջացած ծնողավարությամբ, ծնողական սիրով չպիտի թույլ տալ, որ բնազդը ճնշի բանականությանը։ Բնազդական սերը առաջնահերթ պաշտպանություն է, իսկ գիտակցական սերը երեխային բաց թողնել, որպեսզի սովորի ինքն իրեն պաշտպանել, քանի որ ծնողը մի օր չի լինելու։ Ու ծնողները, երբ որ մտածում են, ես իմ երեխայի համար լավն եմ անում, ճիշտն եմ անում, պիտի մի փոքր պատկառանք ունենան հարգելու այն երեխաներին, որոնք գալիս են ծնողազուրկ մանկությունից։ Նրանք չեն կորչել։ Ասեմ ավելին, ծնողազուրկ մանկությունից եկող երեխաները շատ հաճախ ավելի ճիշտ տեղ են գտնում կյանքում, քանի որ խանգարող ծնողներ չեն ունեցել։ Տխուր է ասածս, բայց իրականություն է։ Իհարկե, ապահովված, բարի, պաշտպանված երեխաները, որոնք ունեցել են նման ծնողներ, կարող են հասնել մեծ պաշտոնի, բայց հանճարները ամեն դեպքում միայնակ մեծացածներն են։ Մենք չենք ուզում հանճարներ ստեղծել, քավլիցի, սակայն ծնողը պիտի լինի երեխայի կողքին, բայց երբեք չքայլի նրա առջևով։ Եվ այստեղ պետք է մի փոքր փակագից դնեմ, եւ քանի որ լսարանը տարբեր մակարդակ են, որպեսզի ճիշտ հասկանան ասածս, մենք չենք խոսում ակնառու վտանգների մասին, այսինքն հիմա կարող է մի ծնող ասել, երեխաս գնում էր դեպի նարկոմանիա, երեխաս գնում էր դեպի մարմնավաճառություն։ Ձեր ասածն ինչ է լինել կողքին, ոչ։ Այստեղ գալիս է առաջին ասածս հերքելու փափուկ ծնողավարությունը։ Այստեղ պետք է գործի դրվի կոշտ ծնողավարությունը, քանի որ երեխան այսօր չի հասկանում, վաղը շնորհակալ կլինի։ Մնացած դեպքերում ինչ ուսում ընտրի, ինչ մասնագիտություն ընտրի, ի վերջո ում է սիրտը սիրում, ում է ընտրում ընկեր, սա ծնողի գործը չէ։ Թող կոպիտ չհնչի, բայց մենք ծնում ենք անհատականություն, ոչ թե կլոն։ Մենք չենք ծնում մեզ նմանակ, մենք ծնում ենք անհատականություն եւ պիտի բարի լինենք, թույլ տալ, որ անհատականությունը երեխայի ներսում շեշտվի։ Շնորհակալ եմ Աննա ջան, ես ձեր այդ կողքից քայլելու թե առաջից գնալու միտքը անպայման գլխումս կպահեմ հաջորդ անգամ, երբ որ ինչ որ որպես Երեխան է մայրիկ բոստանը։ որոշեմ ինչ որ բան ասել կամ անել, Այո, այսպես ասած։ այո։ Շատ հետաքրքիր, չգիտեմ, այդպես չէի մտածել երբեք, շատ շնորհակալ եմ։ Սիրով։ Ձեր մասնագիտական ուղին շատ հետաքրքիր է, որովհետև կա բժշկությունը, հոգեբանությունը եւ պոեզիան, իհարկե, որ էլի մարդու հոգու հետ է, չէ, խոսքը։ Իհարկե։ Երբ ձեզ մոտ գալիս է մի մարդ, ում կյանքում արտաքնապես ամեն ինչ իդեալական է, բայց ներքուստ դատարկություն է զգում։ Ինչ է տեսնում ձեր հայացքը այդ պատկերի հետևում։ Շատ խորը հարց եք տալիս։ Ես դեր առաջին հարցազրույցից եմ ասել, որ հիացած եմ ձեր կազմած հարցերի ցանկով։ Շնորհակալ եմ շատ։ Այո, որովհետև ասում են դուր ճիշտ հարց, լսիր ճիշտ պատասխան։ Սա ոսկե կանոններից մեկն է։ Հոգեբանության մեջ այն անվանում ենք իդեալականացված դատարկություն։ Հետաքրքիր է, որ եզրույթը այնքան ճիշտ է կառուցել որպես հարց։ Իդեալականության
դատարկությունը հիմնականում երկու խումբ ունի։ Մի դեպքում սրանք մարդիկ են, որոնք կառուցել են սեփական իդեալական կերպարը, սակայն ամեն մարդ ինքն իրեն ճանաչելով ինքն ապրում է խոր դատարկություն։ Երկրորդ դեպքում գալիս է կրկին ծնողավարական ոչ ճիշտ մոտեցումից, երբ իդեալականացվում են երեխաները այնքան, որ երեխան դառնալով չափահաս, հասուն մարդ, մուտք է անում աշխարհ եւ տեսնում է, որ նա ընդունված չէ որպես իդեալական կերպար եւ սկսում է խոր հիասթափություն եւ ինքնաձևավորման փորձ։ Այս դեպքում մարդիկ ապրում են շատ խոր դատարկություն։ Պատկերացրեք, որ եւ գիտեք, սիրելի Հայկուհի, երեխաներին գովելը, որը նորից նոր մեթոդիկա է, գովեք, թեև տվեք, առաջ տարեք, ասեք դու ես քո նմանը չկա։ Եվ սա եւ լավ է եւ շատ վատ։ Ինչու՞։ Երեխային պետք է գովել, երբ գովելի արարք է անում։ Չի կարելի գովել թերին։ Թերացումը, սրանով մենք երեխային դարձնում ենք մի անհատ, որը կարող է ամեն ինչ թերի անել, կիսատ թողնել, վատ անել, բայց արժանանալ գովքի։ Եվ այս երեխան, երբ որ արդեն որպես հասուն մարդ բացում է տան դուռը ու գնում դուրս, նրան ասում են ներողություն, բայց դուք չեք համապատասխանում մեր մոդելային գործակալությանը։ Ներողություն, բայց ձեր իմացական մակարդակը չի համապատասխանում այս աշխատանքին։ Ներողություն, դու լավ մարդ ես, բայց ես քեզ չեմ սիրում։ Եվ դուք պատկերացնում եք այս մարդու դատարկությունը, հոգևոր դատարկությունը այդ պահին, երբ որ ասում է, բայց ես տանը իդեալական էի։ Սա գալիս է ծնողի սխալից, այսինքն չի կարելի գովել անգովելին։ Չի կարելի երեխային կուրորեն պաշտպանել, լավ արեցիր, ինքնասած դու խփիր, շատ լավ արեցիր։ Նման ծնողներ կան, որ միայն թե երեխային լավ լինի։ Եվ ես որպես բժիշկ նաև տեսել եմ սրա բժշկական բադ կողմը, երբ երեխան 13-14 տարեկանում, երբ սկսվում է երկրորդային սեռական հատկանիշների ձևավորում, երեխաները այս ընթացքում ունենում են բնականից ավելի լավախորժակ, գիրանում են հանկարծ, եւ ծնողն ասում է դու այդպես էլ ես գեղեցիկ։ Հետո այս երեխայի մոտ ձևավորվում է նորմա, որ ես այսպես էլ եմ գեղեցիկ, միջև հասնում է մի հասակի, որ տեսնում է այդ գեղեցիկը նախ առողջարար չէր։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Իհարկե։ Եվ այսպես ձևավորվում է իդեալական դատարկությունը։ Իդեալականներ չկան, քավլիցի չեն լինելու, աշխարհին պետք չեն իդեալականներ, եւ այստեղ պիտի Կաֆկային մեջ բերեմ, որ ասում է ամենաիդեալական կյանքը մահն է։ Այսինքն մենք միջև վերջ, միջև մեր ոդկա այն աշխարհ դնելը դեռ փորձում ենք ինչ որ բան մեր մեջ շտկել։ Սա է միակ իդեալականությունը, երբ մարդը ունի սթափ ուղեղ հասկանալու, որ ես քայլում եմ դեպի ինքնադաստիարակում, քայլում եմ դեպի ավելի լավը դառնալու ճանապարհով եւ պետք չի լինել իդեալական։ Պետք չի ինքնախապեյությամբ զբաղվել ամենացավալի մեղքն է։ Այդ ինքնախապեյությունը հենց ներսից մեզ է ուտում, ոչ մեկին չի վնասում։ Իրոք։ Այնպես որ հենց սա եմ ասում, երբ որ գալիս ասում են ես ամեն ինչ ունեմ, բայց դատարկ եմ, հոգեպես դատարկ եմ, մի բան եմ ասում, դու պետք է գտնես այն, ինչը քեզ բավական է։ Երբ որ դա գտնես, կտեսնես, որ դու դատարկված չես այլևս։ Ինչպես միշտ շատ ամեն ինչին խորը այսպես պատասխան եք տալիս։ Մի հարց առաջացավ, իսկ նորից կարդացել եմ այդ մասին, որ աղջիկներին եւ տղաներին հենց այդ գովելն էլ տարբեր կերպ է լինել։ Տղաներին, երբ որ նրանք անում են ինչ-որ արարքներ, լավ բան են արել, գովում են, իսկ աղջիկներին հանդեպ, ասենք, այդ գովելը ինքը այդպես պետք է կախված չլինի հենց իրենց արարքից, այլ որ ինքը, չգիտեմ, ուրիշ հատկանիշների համար, ոչ թե արածի, այլ հենց անձնական հատկանիշների համար, դրական, այսպես ասած, այդ մասին ինչ կաս։ Սեռերի տարբերություն չեմ ուզում դնել այստեղ, որքան էլ տղաների եւ աղջիկների հոգեբանությունը մանավանդ զարգացման տարիքում փոփոխական եւ տարբեր է, բայց որպես հետևանք, թե ինչ հետևանք է վերջում ունենում, մարդը նույն մարդն է, իր հոգու կազմով, իր արյան բաղադրությամբ եւ այլն։ Ես համամիտ եմ, որ պիտի գովել, պիտի ընդգծել, ոչ թե գովել, այլ ընդգծել առհասարակ մարդու մեջ
այն ինչ գեղեցիկ է։ Ծնողի դերը նաև պիտի այն լինի, որ աղջիկները, մանավանդ աղջիկները մի տարիք են անցնում, որ իրենց չեն հավանում։ Իմ մազը սիրուն չէ, ես իմ աչքերի ձևը չեմ հավանում եւ այլն, պետք է երեխայի մեջ խոր դնել այն գեղեցիկի ընկալումը, որ կրկին իդեալական գեղեցիկներ չկան եւ դու հիանալի ես։ Այո, աղջիկը պետք է ինքը չբարթույթավորվի նրանից, որ ինչ որ մի մասով թերի է օրինակ Instagram-ում ներկայացվող մոդելներից։ Սա շատ կարևոր է, որպեսզի մարդն ինքն իրեն հայլումից սիրի։ Սա շատ կարևոր է։ Ես նաև անդրադարձում եմ այդ մասին, որ գովեք ջահելներին, գովեք, նրանց սովորեցրեք սիրելու ձևը, որ սիրել սովորեն։ Ես միջին տարիքիս էլ չեմ հասել, բայց երբ որ տեսնում եմ 20 տարեկան աղջիկ, որն ինձանով հիացած, իմ պոեզիայով, գիտեք, սիրում են չէ այդ տարիքում կուրքացնել նույնիսկ, իմ սիրելի բանաստեղծուհի գրկում են, լաց են լինում, շնորհակալ են լինում, ինչ գեղեցիկ եք, միշտ մի բան եմ ասում, դու ավելի գեղեցիկ ես, որովհետև դու երիտասարդ ես, երիտասարդությունն ինքնին գեղեցկություն է։ Դու հիանալի ես, դու տես ինչքան սիրուն հոգի ունես, որ կարողանում ես դիմացինին սիրել, դու չքնաղես։ Եվ դուք պիտի տեսնեք այդ երեխաները ոնց են, հենց կանգնած տեղում չքնաղանում։ Նայում ու սքանչանում ես, ասում ես դարձավ ծաղիկ, բացվեց այս ծաղիկը։ Սա բոլորի սպարտքն է, ոչ միայն ծնողի։ Սա բոլորի սպարտքն է ջահելներին թև տալու սիրելը նաև տղաներին։ Թող մի քիչ էլ երես առնեն, ոչինչ, երեխա են, հետո կհասկանան։ Ես համաձայն եմ ու ինքս որպես մայրիկ ժամանակին, երբ որ իմ աղջիկը դեռահաս էր, որ ասում էի սիրուն ես, ասում էր, չէ, դու իմ մաման ես, դրա համար ես այսպես ասում։ Հետո ինչ որ ասեցի, համ էլ սովորելու առումով էլ ինքը կարիքը ուներ, որ իրեն ասեն ապրես, ավելի լավ կարող ես, բայց այդ գովելու կարիքը իմ երեխան շատ ուներ։ Ու դրանից հետո ես նկատեցի նա սկսեց լավ սովորել, երկրորդ էլ երբ որ սկսեցի արդեն օրինակ ասում եմ, ինչ սիրուն ես, ինքը sense կոկետ թեքվում էր, ասում էր մերսի։ Այո։ Շատ հավես պահեր, որ ես նկատեցի, որ իմ արածը ինչ ազդեցություն Արդյունք է տվել, դրական։ անպայման։ Քանի որ ծնողները հեղինակություն են, Հայկոյի ջան, ծնողները երեխաների համար հեղինակություն են եւ նրանց խոսքն է շատ հեղինակային։ Եվ սիրած մարդու խոսքն է հեղինակավոր։ Դրա համար, երբ որ ինձ մոտենում են երեխաներ 18 տարեկան, 20, 22 եւ ցույց են տալիս իրենց հիացմունքը իմ անձի հանդեպ, ես էլ պիտի անպայման ցույց տամ, որ նրանք են լավը։ Սիրուն աչքն է սիրունը տեսնում ամեն դեպքում։ Անպայման։ Radio Arménie. Աննա ջան, որպես բժիշկ գինեկոլոգ դուք ամեն օր աշխատում եք կանանց հետ։ Արդյոք նկատում եք, թե ինչպես է կնոջ ներքին հոգեվիճակը կամ մայրության հետ կապված վախերն արտացոլվում նրա ֆիզիկական առողջության վրա։ Անշուշտ, մի անգամ իմ հարցազրույցներից մեկում նորից խոսեցի այս մասին, որ եթե ամեն մարդ հասկանա իր հորմոնային համակարգի ազդեցությունը, նույնիսկ այստեղից կարող է բացառվել բնավորություն ասածը, քանի որ բնավորության տատանումները, վերուվարերը, ամեն ինչ պայմանավորվում է հորմոնային համակարգով եւ ուժեղ են այն մարդիկ, որոնք կարողանում են կառավարել իրենց ինքնակառավարում դրսևորել այս հորմոնների փոփոխության շեմին, մանավանդ, ինչպես ասացիք, մայրանալու ընթացքում։ Անկարելի է, որ մարդու հոգևոր աշխարհը ուղիղ ազդեցություն չունենա նրա ֆիզիկական առողջության վրա։ Եվ նաև գեղեցկության, չէ, երևի։ Գեղեցկության, ֆիզիկական առողջության, նրա վառ անհատականության, որը գալիս է այդ էներգիայից, բոլորս էլ կինենք, չգիտեմ տղամարդիկ ունեն նման հոգեվիճակ թե ոչ, բայց կա չէ, որ մի օր կանգնում ենք հայելու առաջ ու ասում ենք, վայ ինչ գեղեցիկ ենք այսօր կամ հաջորդ անգամ ուղղակի մենք մեզ չենք հավանում։ Միայն այն օրերին, երբ գեղեցիկ ենք մեզ տեսնում հայելու մեջ, դուք ուշադրություն դարձրեք, թե հենց այդ նույն օրը որքան հաճոյախոսություն եք ստանում եւ քանի հայացք եք որսում։ Այսինքն նույնիսկ հոգեվիճակի այդ կրակը տեսանելի է դրսից։ Սա ուղիղ ազդեցություն ունի։ Պոետ լինելով մարդկանց հոգիները բնականաբար շատ խորն եք տեսնում։ Այդ զգացողությունը օգնում է ձեզ բժշկության մեջ, թե դժվարացնում է աշխատանքը։
Հայկույ ջան, ես որպես կանոն շատ հազվադեպ եմ օգտվում երբեք եւ միշտ բառերից։ Քանի որ երբեկը կարող երբեք էլ չլինել եւ միշտը չլինել միշտ։ Սրանք շատ զգայուն բառեր են, որոնք հազվադեպ եմ կիրառում, բայց այստեղ պիտի ասեմ, որ հոգու ճանաչողությունը երբեք ավելորդ եւ խանգարիչ չի լինում։ Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից, անցյալից, բերում ենք կենսագրություն։ Ում ենք ամենաշատ հիշում։ Դուք այսօր ում եք հիշում, որ մանկավարժին, որ հարևանին, որ բարեկամին, որոնք ինչ որտեղ, ինչ որ պահի հասկացել են ձեր հոգին կամ հոգեվիճակը։ Մենք նրանց բերում ենք մեզ հետ եւ ապրեցնում։ Շատ լավ դասատուներ, դասախոսներ եմ ունեցել, բախտավոր եմ այդ առումով, բայց մի ուսուցչուհուս միշտ ինձ հետ բերում եմ եւ նրան այդպիսով երևի թե ապրեցնում եմ ավելի երկար, քան պիտի ապրեր մարդը։ Մի փոքրիկ դեպք պատմեմ, երբ որ այս դասատուս ասաց, որ ծնողական ժողով եմ անելու եւ ընդհանուր պիտի անեմ եւ բոլոր ծնողների մոտ պիտի խայտառակեմ մեկ բոլորիդ ջղայնացած էր շատ։ Եվ երբ որ դասարանը արդեն նոսրացավ, ինձ նայեց, ասաց. «Խաղացյանի ինչ չես գնում տուն»։ Մոտեցա վախվախորած ասացի, որ գիտեք, ես չեմ ուզում ծնողական ժողովին իմ ծնողը մասնակցի, ծիծաղելով ասեց, բայց քեզ գովելու է, ինչի՞։ Ասացի, չէ, դրա համար չէ, ուղղակի ես ծնողազուրկ եմ եւ չեմ ուզում, որ տատիկս ժողովին մասնակցի ու իրեն վատ զգա, տխուր զգա իրեն, որ բոլորի մայրերն են ներկա, իսկ իր դուստրը չկա։ Եվ դասատուիս այդ ներսի ցավը դիմացնի հանդեպ, որը ես էի, այդ մայրական բնաստը ինձ գրկելու, որ նա շատ խիստ ու չոր կին էր։ Այդ մարդկային վերաբերմունքը ինձ հասկանալու, ես միջև օրս ինձ հետ բերում եմ։ Այսինքն հոգին ճանաչելը երկար է ապրում, քան ֆիզիկական ցավը, որը անցողական է։ Երկունքի ցավի մեջ կանայք իմ բուժառուները միշտ վերջում հիշում են իմ վերաբերմունքը իրենց, ոչ թե գուցե եւ այն, որ այդ պահին ես պայքարում եի իր կյանքի համար։ Միշտ հոգեբանական մոտեցումն են հիշեցնում եւ ոչ թե որ դուք ինձ փրկեցիք, որովհետեւ ծննդաբերող կինը այդ երկունքի ցավի մեջ շել պատկերացնում շոկային վիճակ է, թե ինչ է իր հետ կատարվում, բայց նրանք միշտ հիշում են հոգեբանական նուրբ դետալները, որոնք ցուցաբերվել են։ Ես համաձայն եմ, նախ հուզվեցի այդ պատմությունից, այնտեղից ասած իրոք շատ հուզիչ էր։ Ու համաձայն եմ, մեզ ամբողջ կյանքում կարող ենք մի փոքրիկ դետալ, մի բարի խոսք, մի բարի ժպիտ, մի հասկացող նրբանկատ լռություն ամբողջ կյանքում մեզ հետ տանել։ Այո, մենք միշտ մեզ հետ բերում ենք այն մարդկանց, որոնք կարողացել են դիպել մեր հոգուն։ Շատ, այսպես ասած, մի տեսակ տաքուկ, սենց ինչ-որ զգացողություն եկավ մեր զրույցից, անկեղծ ասած։ Ուրախ եմ շատ։ Ինձ թվում է, որ մեր այս զրույցը շատ են լսելու, առավել եւս, երբ որ գրենք, որ թեման ինչ է։ Այո։ Ու հաստատ ծնողները լսելով, իրենց մեջ անալիզ անելով, իրենց մտքերը, իրենց պահվելաձևը փորձելու են հասկանալ, թե ինչ անեն սրանից հետո, միգուցե ինչ-որ նոր բան, նոր վարվելակերպ, նոր ինչ-որ ձևաչափ ընտրեն իրենց երեխայի հետ շփվելու, չգիտեմ հիմա, օրինակի համար, մեզ լսում է մի ծնող, որ անընդհատ վախենում է սխալվելուց։ Բայց առաջի անգամ ենք, չէ՞, մամա դառնում, գոնե առաջին երեխայի համար։ Այո։ Ինչ կասեիք այդ ծնողին, ով վախենում է սխալվելուց, որ կօգներ նրան ավելի հանգիստ ու պարզ նայել իրավիճակին։ Պատասխանատու խորհուրդ է։ Առաջին հերթին պիտի ասեմ, որ սիրելի մայրիկներ, երբ որևէ խորհրդատվության եք ներկա, երբեք ու երբեք մասնագետի խոսքը մի ընդունեք որպես ոսկե կանոն, քանի որ շատ հաճախ փիլիսոփայում են հենց այն մարդիկ, որոնք ունեն նվազդ փորձ, նվազ եւ սակավ փորձ։ Ու չգիտեք ինչու նամանավանդ սոցիալական հարթակներում դառնում են պերճախոս,
մասնագետներ, որոնք միայն գեղեցիկ բառերի այսպես շարան են ներկայացնում առանց իմաստը ապացուցելու։ Դուք առաջին անգամ եք ապրում, ինչպես սիրելի Հայկուհին նշեց, եւ դուք էլ դեռ այն երեխան եք, որը պիտի անցնի այն ճանապարհը, որի միջով անցել է ձեր ծնողը։ Վախը ոչ մի դեպքում ճիշտ խորհրդատու չէ։ Եվ հիշեք մի օրինաչափության մասին։ Վախեցող մարդուն են տրվում վախենալի պատճառներ ու առիթներ։ Մի վախեցեք սխալվելուց, որովհետև բոլորս ենք սխալական։ Եվ պետք չի դրամատիկական դարձնել այն նորմերը, որոնք բնության ուղակի օրենք են։ Պիտի ընկնել, վեր կենալ, հիվանդանալ, լավանալ, փորձել եւ կամ փորձեր, որոնք դառնում են փորձանք, եւ կամ փորձեր, որոնք տալիս են աճ։ Մեծ պատասխանատվություն ունեք ձեր ուսերին եւ ամենակարևոր մասը պիտի լինի ձեր սթափությունը երեխային հարգելու, երեխային սիրելու, երեխային պաշտպանելու, ձեր անձնուրաց նվիրումը, քանի որ դուք եք պատասխանատու նրա կյանքի համար եւ ոչ հակառակը։ Եվ ամենակարևոր բանը պիտի հիշեք, որ սեփական փորձը չի կարելի թելադրել երեխային, սակայն կարելի է սեփական փորձով երեխային ընդունել որպես ձեր ընկերը։ Ամենակարևորը թույլ տվեք, որ երեխան ձեզ հետ մոտ լինի։ Մի քիչ ջահելացեք նրա հետ, մի քիչ ժողովրդական խոսքով ասեմ, երեխայի խելքին ընկեք։ Պատմեք մի թիթիզ բան, պատմեք մի հաճելի բան, թեկուզ զավեշտալի բան, որ դուք արել եք, երբ որ երիտասարդ եք։ Այսպիսով երեխային մոտեցնում եք ձեզ։ Թույլ տվեք, որ նա խոսի, մոտ լինի ձեր հոգեբանությանը։ Եվ երբ երեխան սկսում է ծնողին վստահել եւ պատմել անգամ այն, ինչը պատմելիս շիկնում է, արդեն 50% երեխային դուք վնասազերծում եք։ Այսինքն զերծ եք պահում այն վնասից, որի միջով ինքը պիտի անցներ, եթե ձեզ հետ չկիսվեր։ Ուստի ձեր դերը պիտի լինի երեխայի հետ ընկեր լինելը, անկախ ամեն ինչից։ Երեխայի եւ մորսերը պիտի լինի անպայմանական։ Դա պայմանավորված չէ ոչ մի բանով։ Ձեր երեխան է իր սխալով, իր ճշտով, իր չարաճճիությամբ եւ միգուցե սայթաքելով։ Սրանից ավելին երևի թե չասեմ։ Շատ շնորհակալ եմ, բայց դատելով ձեր պատասխանից մի միտք նորից եկավ, մի հարց եկավ մտքիս, որ ասում եք ընկեր լինի։ Դա էլ մի տեսակ մի քիչ անձամբ ինձ թվում է մեկ-մեկ վտանգավոր ինչ-որ գիծ է, երբ որ չափից շատ ես անցնում որպես ընկեր, ու միգուցե երեխան դադարի որպես ծնող վերաբերվելուն, որտեղ է նորից այդ շատ նուրբ գիծը, որ ընկեր, բայց ամեն դեպքում այդ ծնողի ավելի մեծի դերը ոնց որ չքչանա այդ ընկերոջ ձերին չզիջի, այսպես ասած շատ։ Նուրբ նկատառում էր, սակայն դուք հենց սկզբից շատ ճիշտ ասեցիք չափն անցնելու։ Ծնողը պետք է իր դիրքից խոսի միշտ ու երեխային պիտի հասկացնի, որ մենք ունենք դիրքերի տարբերություն։ Եվ սա գալիս է, եթե ոչ մի բանից է չլինի, տարիքը հասակը բավական է։ Ես եմ քո ծնողը։ Սրանով ամեն ինչ ասված է։ Եվ դուք ճիշտ եք, ցավոք սրտի կան ծնողներ, որոնք այնքան են անցնում այդ ընկերական չափը, որ կարողանում են նստել երեխայի մոտ խոսել հայ հոյա բերան, անեծկա բերան տարբերակով, ցույց տալ իրենց հոգևոր եւ մարմնական մերկությունը։ Սրանք կարմիր գծեր են, որ ծնողը պիտի թույլ չտա, որ երեխան հասնի այդ գծին։ Դրա համար գոյություն ունի նորից ոսկե միջինը։ Երեխայի հետ լինել ընկեր, այսինքն այնպես անել, որ երեխան մոտենա ձեզ, ոչ թե դուք երեխային։ Պետք է երեխային թույլ տալ ձեզ հետ մոտ լինել, բայց դուք չլինեք երեխայի հետ այնքան մոտ, օրինակի համար այն կատակը, որ անում եք ձեր ամուսնու հետ ձեր ննջարանում, երեխայի ականջներից դա պիտի հեռու լինի։ Իսկ կան ծնողներ, որ այդ չափը չեն հասկանում։ Ցավալի է, բայց այդպես է։ Հենց այստեղ պիտի լինի, այո, ես քո ընկերն եմ, բայց դու պիտի հասկանաս նախ եւ առաջ, որ ես քո մայրն եմ։ Եվ քանի որ
խորհուրդ էր մայրերին թույլ տվեք առիթն օգտագործելով մի բան էլ ասել։ Սիրելի մայրիկներ ջան, սա խնդրանք է։ Ձեր երեխաների, ուսուցիչների ու մանկավարժների մեջ թշնամիներ մի որոնեք։ Նրանց մի դարձրեք ձեր երեխաների համար թիրախային օղակ։ Ձեր երեխաների մեջ սերմը դրեք, որ ուսուցիչը բարի է, դասավանդող է, կրթող է։ Այստեղ նորից կլինեն հակակարծիքներ, որ հիմիկվա դասատուները սա են, նա են, այս են, այն են, այնուամենայնիվ մեծամասնություն դեռ Փառք Աստծո կազմում է այն մանկավարժական խորհուրդ, այն մանկավարժական շրջանակը, որը միտված չէ երեխային վնասելու։ Նրանց էլ ստիպում են, նրանց էլ սովորեցնում են փափուկ ծնողաբարության, փափուկ մանկավարժության կանոնները, որը ես որպես այդպեսին չեմ ընդունում։ Այնուամենայնիվ, երբ ուսուցիչ եւ ծնող հարաբերությունն ամուր է, երեխան այդտեղ ավելի հարգում է սեփական դիսցիպլինը։ Երեխան պարտավոր է լինել դաստիարակված եւ երեխային հարկավոր է դիսցիպլին։ Սրանից դուրս արդեն վտանգ կա երեխայի ապագայի հետ կապված։ Ինչպես փոքրիկներ էլի սահմանները, եթե լինեն եւ դպրոցում սահմաններ եւ տանը սահմաններ, դա երևի ավելի հենց երեխայի հոգեվիճակի համար ավելի պարզ ու հասկանալի է, քան սահման չկա, ինչ ուզում ես արա ու երեխան ինքը կմոլորվի, համ դպրոցում չի հասկանա ինչպես իրեն, այսպես ասած, դրսևորել եւ պահել, նույնն էլ տանը ու լրիվ կմոլորվի։ Հայկոյ ջան, մի այսպիսի փոքրիկ օրինակ ասեմ, ձեր ժամանակը չխլելով, բոլորովին վերջերս էր, մենք հիվանդանոց երեխա ընդունեցինք 16 տարեկան, երբ նրանց ծեծի էին ենթարկել դասընկերուհիները, ու Փառք Աստծո, որ եղել են դաստիարակված տղա երեխաներ, որոնք միջամտել են, երբ երեխան ավելի մեծ վնասվածքներ ստացել, ինձ գիտեք ինչ է զարմացրեց, երբ հրավիրվեցին հոգեբաններ, մանկական հոգեբաններ, բժիշկներ եւ այլ, լավ բժիշկների շնորհիվ երեխան արագ վերականգնվեց, բայց նա այնքան զարմացած էր, ես այդ նրա զարմանքից եմ զարմացած։ Նա իրոք չէր պատկերացնում, թե ինչու են իրեն ծեծի ենթարկել, որովհետև այնինչ ինքը ասել է դասընկերուհիներին, դա իրենց ընտանիքում նորմալ խոսակցական ոճ է։ Հասկանում եք խոսքն ուր եմ բերում։ Ընտանիքից կարող է սկսվել երեխայի ապագայի խորտակումը։ Այսինքն այս երեխային չի ասվել, որ չի կարելի մի բան, եթե դու չես սիրում, չի կարելի շպրտել դիմացինիդ երեսին։ Եվ նա փորձել է դասարանում եւ ծեծի է ենթարկվել, հասկանում եք։ Ստացվում է օգուտ տվել ծնողը, Այո, չակերտավոր։ այո, Ինչպես են մեր զրույցի սկզբում ասացիք, որ տանը երբ որ ամեն ինչը ստիրիլ պահենք, իմ բառերով ասեմ, ոնց որ ես նույնը ձևակերպեցի, դրսի աշխարհը նույն կերպ քեզ չի ընդունում։ այդպես է։ Դրա համար երբ որ ծնողին ասում են փափուկ ծնողավարություն, այդ հակառակ կողմը պիտի նայել։ Արդյոք դրսի աշխարհում բոլոր այդ փափուկ մայրերն են։ Ոչ, մենք օրինակ ունեցանք։ Ոչ։ Ծնողը հանդուրժել է երեսին տետրակ շպրտելը, դասընկերուհին չի հանդուրժել։ Վառ օրինակ իրականում ու կարող էր ավելի վատ վերջանալ բնականաբար։ Իհարկե, իհարկե։ Աննա ջան, միգուցե ինչ որ բանի մասին կուզենայիք ավելացնել, որ հարց չեմ ուղղել, որ ամփոփենք կամ ամփոփելու համար միգուցե ինչ որ խոսք մեր մայրիկներին ու միգուցե հայրիկներն են մեզ լսեն, չգիտենք։ Հուսով ենք։ Այո, լսում են։ Ես իմ լսարանում տղամարդիկ էլ կան, ինչն ինձ ուրախացնում է։ Եվ այո, ծնողավարությանը պիտի տղամարդիկ մասնակից լինեն։ Ես դա էլ եմ դատապարտում, որ մայրիկները թույլ չեն տալիս շատ հաճախ, որ հայրիկները խառնվեն դաստիարակչական մեթոդներին, ասելով, որ դու տղամարդ ես, դու դրսի մարդ ես, դու չես հասկանում։ Սա էլ ճիշտ չէ, քանի որ զույգը պիտի հասկանա, որ ինքը այլևս մենակ չէ, այդ երեխան պատկանում է երկուսին եւ երկուսն էլ պիտի մասնակցեն ծնողաբարությանը։ Թե տղա երեխայի, թե աղջիկ երեխայի, իհարկե, եւ մյուս առումով թողնել ամեն ինչ կնոջ փխրուն ուսերին, ասելով, որ ես տղամարդ եմ, ես այդտեղ տղամարդ չեմ տեսնում։ Տղամարդը պիտի պատասխանատու լինի իր բարի եւ արարքի համար ավելի քան կինը։ Գոնե կինը հորմոնային վեր ու վարեր ունի, գոնե ծնունդ տվող է։ Տղամարդը պիտի լինի սթափի դերում։ Որ կոչվի տղամարդ։ Անպայման, հակառակ դեպքում նույնիսկ սերը նշելը արդար չէ։ Դուք այնքան հագեցած, այնքան ճոխ, այնքան արդիական հարցեր եք տալիս, որ երևի ավելի
ավելացնելու բանել չունեմ։ Ուղղակի պիտի ասեմ, որ կյանքը այդքան կյանքը չարժի իրենով այնքան որ դրամատիզացնենք ամեն ինչ։ Մարդիկ թեթև ապրեք, այդ երեխաները մեծանալու են, ոնց էլ պահեք, ոնց էլ խնամեք, ձեր մեջ գտնելու են եւ դրա ճիշտ եւ սխալ տարբերակը, Մեկը գնալու են հոգեբանի մոտ։ Գնալու են հոգեբանի մոտ, ծնողներին գուցե մեղավոր են հանելու, միջև հասնելու են մի տարիքի, երբ հասկանան, որ ծնողների նման այլևս իրենց ոչ ոք չի սիրելու։ Այնպես որ հանգիստ ապրեք, դուք էլ մարդ եք, ապրելու ձեր իրավունքով, եթե ծնունդ եք տվել, մեղք չեք գործել եւ պարտավոր չեք ամբողջ կյանքում ինքներդ ձեր ներսը հոշոտելով ձեր օձիքից բռնած քարշ տալ, որ ես մայր եմ, ես միգուցե սխալվեմ, սխալվեք Քավլիցի։ Կյանքն այդքան չարժե, որ ողջության օրոք մենք մեզ մերցնենք, հավատացեք։ Շնորհակալ եմ Աննա ջան, ուզում եմ մի փոքրիկ անեկդոտով թեմայի շուրջ նոր հիշեցի, ասեմ ու ավարտենք։ Մի օր ինտերնետում եմ ինչ-որ տեղ տեսել, հետո եկա նույն բանը իմ աղջկան ասեցի, մի մայրիկ գնում է երեխային ասում է, «Էս ինչ բանը արա, թե չնենց կտամ մանկական տրավմա կստանաս, ավելի լավ է դու խելոք վեր կաց արա»։ Հիմա իրոք այդ ամեն ինչն այնքան շատ է ու երեխաները իրոք ասենք մեր տարիքիններն են այնքան շատ են գնում հոգեբանի մոտ ու այդ սկզբից շատ են սկզբից ասում որ պարզվում է մամաս է մեղավոր որ ես ինձ դժբախտ եմ, պարզվում է պապան է մեղավոր որ ես ինձ դժբախտ եմ, ինձ սխալեց այդ առաջին էտապն է, ես էլ եմ ժամանակին դրա մեջով անցել ինչ որ բա, բայց երբ որ ավելի խորն ես նայում ու հասկանում ես ու ինքդ էլ ծնող ես հասկանում ես, որ իրականում յուրաքանչյուր ծնող անում է իր մաքսիմումը ինչքան կարողանում է։ Այսինքն ձեր մայրիկներն էլ, ձեր հայրիկները, դուք, ես որպես մայրիկա, իրոք մաքսիմալ ինչքան կարողանում ենք, անում ենք դրանից ավել այդ պահին, ուրեմն ի վիճակի չենք եղել կամ ձեր մայրիկը ի վիճակի չի եղել։ Գոյություն ունի ախր սերունդների բախում ասածը։ Հիմա պատկերացրեք մեր տատիկ պապիկների սերունդը, օրինակ ես հիշում եմ իմ պապիկը մեր ներկայությամբ ծխում էր։ Նա դա չէր անում միտումնավոր, որ մեր սիրտ-թոքային համակարգը փչացնի, դա ընդունված նորմ էր։ Հիմա մեզ համար տարօրինակ է, ես անպայման նկատողություն կանեմ մի տղամարդու, եթե երեխա լինի կողքին եւ նա ծխի։ Բայց մեր պապերի համար դա նորմալ էր։ Ու միգուցե մենք այսօր անում ենք բաներ, որ հենց վաղվա այդ երեխան գալու է ասի, մամ, դու ինձ ինչի չէիր դաստիարակում, ի՞նչ է նշանակում փափուկ ծնողավարություն։ Մենք գիտենք, որ այդպես է լինելու, չգիտենք։ Հետևաբար գոյություն ունի նոր սերունդի մոտեցում, նոր սերունդի թելադրանք։ Մենք պիտի նաև նրանց հետ քայլենք։ Ժամանակի Ինչպես մեր ծնողներն են մեզ հետ քայլել ու եթե մի հետաքրքիր դետալի անդրադառնանք, դուք տեսեք, որ 16-17-րդ դարերից սկսած համաշխարհային գրականության մեջ կհանդիպեք տող, որ ասում են վայ հիմիկվա սերունդը։ Այսինքն, եթե մենք հիմա նայում ենք 19-րդ դարի հանճարներին, նրանց համար են ասել այս սերունդը, հենց Չարենցի համար, հենց Շիրազի համար։ Մեզ համար են այսօր ասում, բանը մենք ենք ասելու։ Հետևաբար պետք չի կյանքը այդքան խավարի մեջ, այդքան մշուշի մեջ տեսնել, այդ սարսափի մեջ ապրել, որ ուր եմ գնում, ինչ է լինելու։ Ուր է գնում, ինչ է լինելու, դուք ձեր ինչպես ասացիք, առավելագույնն արել եք։ Շնորհակալ եմ Աննա, վստահ եմ, որ մեր ունկնդիրները շատ կարևոր մտքեր կլսեն, կմտածեն այն հարցերի պատասխանները, որը որ դուք տվեցիք, ինչպես միշտ են շատ խորը, իմաստալից ու դա առիթ կհանդիսանա հուսով եմ, որ իրենք վերանային իրենց մտածելակերպ, ինչ որ առումներով մի քիչ այլ կերպ նայեն իրենց երեխաների դաստիարակությանը, առավել եւս եթե դեր երեխաները փոքր են ու կարելի է ինչ որ բան փոխել, որտեղ երբ որ ինչ որ բան մեծանում են, արդեն ուշ է լինում։ Այո։ Ու ուրախ կլինեն մեզ լսելու։ Ձեզ շատ շնորհակալ եմ մեր զրույցի համար, ինչպես միշտ շատ ջերմ, հաճելի ու իրականում կարելի է ժամերով զրուցել, բայց դե ռադիոյի ժամանակը միշտ
Սահմանափակ է, այո։ Կոնկրետ Ես էլ սահմանափակ է։ փորձեցի հակիրճ պատասխանել ձեր հարցերին, քանի որ ինչպես ասացի, սիրուն հարցեր եք ընտրել, որոնք ենթադրում են մեծ ասելիք, մեծ պատասխան, սակայն ժամանակի մեջ տեղավորվելով գոնե այսքանը։ Հետո եթե էլի հարցեր կլինեն, թող լինի մեր այս գեղեցիկ զրույցը շարունակական, ես կողմ եմ։ Մեծ ուրախությամբ Աննա ջան, լավ օր եմ մաղթում։ Նմանապես, շնորհակալություն սիրելի Ֆրանսիա, բարի օր ձեզ։ L'interview de Radio Arménie.